Բարև ձեզ։ Բուն TV-ի եթերում այսօր խոսելու ենք մշակութային մարդաբան իսրայելագետ Արման Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ Արման, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Արման, վերջին շրջանում շատացել են տեղեկությունները, վերլուծությունները, քննարկումները Երուսաղեմում հայկական համայնքի, հայկական թաղամասի մասին եւ հատկապես կապված են խնդրի հետ, որը վերաբերում է Կովերի պարտեզում հողերի հետ կապված վարձակալության հանձնման եւ դրա շուրջ տարաձայնությունների հետ։ Կուզեի ես մասին խոսենք, բայց մինչեւ դրան անդրադառնալը նախ խոսենք ընդհանրապես Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի առանձնահատկությունների մասին։ Տեսեք, Երուսաղեմի հին քաղաք ասվածը բաժանված է 4 հիմնական մասերի։ Դե հայտնի են դրանք արաբական, հրեական, քրիստոնեական եւ հայկական։ Ինչն է հետաքրքիր, որ այստեղ հայկական թաղամասը ծավալած է քաղաքի մի փոքրիկ անկյունում, դա մոտավորապես մոտավոր հաշվարկներով քաղաքի 1/6 մասն է։ Բայց ի տարբերություն մնացած թաղամասերի, այս թաղամասը բացառապես հայկական է եւ լցված է հայկական ինքնության ինստիտուտներով, ոչ միայն, այսինքն եկեղեցիներով, Սուրբ Հակոբով, հրեշտակապետած բանկով եւ այլն, բայց նաեւ Գուլբենկյան գրադարանով, տպարանով, դպրոցներով, թարգմանչած, ժառանգավորած եւ նաեւ բնակչության մեծամասնություն եւ բնականաբար պատմականորեն պատրիարքության շուրջ ձևավորված քաղաքացիական բնակչությամբ։ Այսինքն եւ ես նաեւ իմ դիսերտացիան այս թեմայի մասին է Ուշ Օսմանյանի բրիտանական մանդատի շրջանում եւ իմ դիսերտացիայի մեջ ես դոկտորանտուրայի թեզի մեջ առաջարկում եմ այսպես հետաքրքիր մոտեցում, որ սա կարծես թե ինքնության հանգույց է, identity hub։ Ինչու՞, որովհետեւ մարդը ծնվելով հին քաղաքում բացառապես բոլոր հնարավորությունները ունի ապրելու եւ մահանալու հայ, որովհետեւ նաեւ կա հայկական գերեզմանոց։ Այսինքն հայկական թաղամասը Երուսաղեմի դա մեր բացառիկ այն գաղթօրինակներից է, որտեղ հայկական ներկայությունն նա հազարամյակների պատմություն ունի, բայց նաեւ լցված է ինքնության բոլոր այս հաստատություններով։ Հիմա ինչու այսքան աղմուկ բարձրացրեց այս Կովերի պարտեզը, որովհետեւ ըստ էության հին Պարսպի քաղաքների տակ մի շատ հսկայական հողակտոր մոտ 11000 քառակուսի մետր տարածքով հեկտարից ավել, այսպես ասած, որոշ տվյալներ կան նույնիսկ 15000-ի մասին է խոսքը։ Վարձակալության տրվեց մի կազմակերպության Hannah Gardens անվամբ։ Եվ սրա տերը հանդես եկավ մի մարդ, որը նախ հայտնի էր իբրև Դանիել Ռուբինշտեյն անունով, հետո Դանի Ռոթման, հետո Kaufman, այսինքն մի մարդ, որը հայտնի է նաև բազմաթիվ զեղծարարություններով։ Այսինքն Կիպրոսում նա ունի, այսինքն նախ այն կազմակերպությունը Hannah Gardens-ը նա գրանցել է Կիպրոսում, բայց բացի դրանից նա մի շարք բիզնեսներ ունի հյուրանոցային, որոնք բազմաթիվ անգամներ դատական հայցերով են գնացել, նույնիսկ հայտնի է, որ նա կեղծ տվյալներ է ներկայացրել կրթության վերաբերյալ, այսինքն նա ասում էր, որ իբրև թե ավարտել է British Economic School-ը, բայց ճշտվել է տվյալները եւ նման անհասկանալի մարդ։ Այսինքն սա մի շարլատան, կարելի ասել, մարդ է, որը կարողացել է որոշակի պայմանավորվածությունների գնով, հիմա տեսեք, մենք հետազոտող ենք, փաստեր դեռ կճշտվեն, բայց առաջին հայացքից տպավորությունը այդ է, որ նա կարողացել է համոզելով նախկին կալվածոց տեսուչ Պարեդ Երեցյանին վարդապետ հասնել այս համաձայնագրի կնքմանը։ Հիմա որը տեղի ունեցել 2021 թվականին։ 21 թվականին շատերը ասում են, որ իբրև թե այս Կովերի պարտեզի հարցը կապ ունի պատերազմի հետ, Իսրայել Համասյան, այդպես չէ, բայց նաև այդպես է։ Այդպես չէ, որովհետև համաձայնագետն ավելի վաղ է կնքվել, բայց պատերազմը ինքնին արագացրեց գործընթացները։ Իսկ եթե վերադառնանք առհասարակ հայկական թաղամասում հողեր վարձակալությամբ տալու, այսպես ասած, ավանդույթին, որքանով է այդ պրակտիկան եղել մինչև այս համաձայնագիրը։ Նախ պետք է ասել եղել է, բայց գիտեք, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը այն կրոնական հաստատությունն է, որ ունի հստակ կանոնադրություն։ Դա վերջնականորեն ձևավորված մի կանոնադրություն է 1848 թվականին ստեղծված, որը բրիտանական մանդատի շրջանում նորից վերաինտեգրվել է եւ մինչեւ այսօր պատրիարքությունը գործում է այս կանոնադրության համաձայն։ Եվ նաեւ մեր դիտողների համար մի փոքր կարելի է բացատրել, թե ինչպես է կառավարվում պատրիարքությունը։
ինչպես ցանկացած պետություն, որ այսինքն պետության տեսակ կա, չէ, որ ունի նախագահ եւ ունի պարլամենտ։ Եվ այսինքն կառավարություն եւ պարլամենտ։ Նույն սկզբունքով Պատրիարքությունը բաժանված է երկու, այսպես ասած, կառավարչական մարմինների։ Դա պատրիարքի ղեկավարությամբ գործող տնօրեն ժողովն է, որտեղ մի քանի հոգի են կենտրոնացված միաբաններից, ովքեր հիմնականում կառավարում են պատրիարքությունը գործնական հարցերով, եւ կա միաբանական ժողով, սա կարելի ասել ավելի նման է պարլամենտական համակարգին, որտեղ ներկայացված են միաբանության բոլոր անդամները։ Հիմա, ինչ վերաբերում է կալվածների նախ վաճառքի մասին խոսնել չի կարող, իսկ վարձակալության մասին, ապա 25-ից պլյուս ավել տարիների դեպքում, վարձակալության դեպքում անպայման պետք է միաբանական ժողովով հաստատվի։ Իսկ այս համաձայնագիրը 99 տարով է։ Ոչ, 49, բայց պլյուս 49 տարի հնարավորությամբ, երկարաձգելու 49 տարի հնարավորությամբ։ Բայց այստեղ շատ հետաքրքիր մի հանգամանք կա։ Տեսեք, որպեսզի վարձակալության տրվի 25 պլյուս 49 եւ դրանից ավել տարիներով, պարտադիր է 3 մարդու ստորագրություն։ Նախ դա պատրիարքն է, երկրորդը դա միաբանական ժողովի ատենապետն է, դա տնօրեն ժողովի ատենապետն է, լուսարարապետը։ Այս պայմանագրի տակ արկա է միայն պատրիարքի, լուսարարապետի եւ կալվածոց տեսչի ստորագրությունը, որը լրիվ անօրինական է։ Հիմա իսկ ինչու նոյեմբերի 1-ին պատրիարքարանը հայտարարեց, որ սա փաստորեն անօրինական պայմանագիր։ Հենց այս հիմքով, որովհետև ըստ էության պայմանագիրը չէր վավերացվել նախ միաբանական ժողովի կողմից, այսինքն նախ դա առաջին, որ պայմանագիրը չէր մտել միաբանական ժողովի հաստատման եւ երկրորդ նրա տակ ուղղակի բացակայում է այո միաբանական ժողովի ատենապետի ստորագրությունը եւ տնօրեն ժողովի այսինքն ի սկզբանե այս պայմանագիրը մեռելածին պայմանագիր էր եւ դա է պատճառը որ երբ պատրիարքարանը նոյեմբերի 1-ին գրություն ուղարկեց Խանա Գարդենսին հայտարարելով որ այլևս դուք որևէ իրավասություն չունեք եւ ես չեղյալ եմ համարում պայմանագիրը 5-ից 15-ի հատվածում նոյեմբերի 5-ից 15-ի հատվածում այս մարդիկ սկսեցին տարբեր գործողություններ անել, հասկանալով, որ այլևս կորցնում են։ Տարբեր գործողություններ ասելով նկատի ունեք նաև որ շինարարություն էին փորձում սկսել։ Ոչ միայն, տեսեք, ուրեմն մենք խոսեցինք Դանի Ռուբինշտեյնի մասին, բայց այստեղ կա նաև գործող մեկ այլ, գիտեք, սա մի քիչ մութ պատմությանը բավական նման տարերով, փորձենք շերտերը բացել։ Կա մեկ այլ մարդ, որի անունը Ջորջ Վարվար, այս մարդը արաբ է, բայց քրիստոնյա արաբ է։ Եվ հիմա արդեն հիմնավոր կասկածներ կան, որ այս երկու մարդիկ միասին գործում են։ Սրանք իսկապես գոյություն ունեցող մարդիկ են։ Դժվար է ասել ով է իրական, այսպես ասած, գործող actor-ը, որովհետև կա նաև երրորդ կողմը, դա Երուսաղեմի քաղաքապետն է։ Ինչու՞։ Հիմա դրան էլ կգանք։ Ուրեմն Դանի Ռուբինշտեյնը պայմանագիրը կնքում 2021-ին, բայց այստեղ մի կարևոր հանգամանք միաբանության անդամներ հենց նույն թվականին երկու անգամ նամակով դիմում են ոչ միայն պատրիարքին, որ չերան հայտարարեց, այլ նաև ամբողջ հանրային դրանք բաց դիմումներ են, այսինքն համացանցի վրա կարելի է գտնել, եւ այդտեղ միաբանության այս անդամները, որոնք դեմ էին այս պայմանագրին, բոլոր իմ ասած այս կետերը ի ցույց են դնում, ասելով, որ սա անօրինական է, սա պետք է գտ միաբանություն եւ այլն։ Այնուամենայնիվ պայմանագիրը ուրեմն ընթացքի մեջ է լինում, միաբանները միանշանակ դեմ են, իմ ասած միաբանները, եւ երբ որ արդեն բանը հասնում է կոնկրետ գործողություններին եւ կոնկրետ Դանի Ռուբինշտեյնը եւ այս Ջորջ Վարվարը մտնում են արդեն իրենց գործողությունների մեջ, նրանք բերում են ուրեմն սկսում են այդտեղ փակում են այդ պարկովկա ասվածը, որը նախ պետք է ասել, որ այս կովերու պարտեզը դեռ 2019 թվականից մի փոքր առաջ պատրիարքությունը վարձակալության էր տվել Երուսաղեմի քաղաքապետին եւ այնտեղ մի կետ կար, որ Երուսաղեմի քաղաքապետարանը պետք է դա 10 տարով օգտագործի, բայց եթե որևէ համաձայնագիր կնքվի այդ հողի վերաբերել, ապա Երուսաղեմի քաղաքապետարանը պատրաստ է ետ քաշել իր իրավասությունները։ Ինչն է հետաքրքիր։ Երբ որ նրանք եկել էին այս բացելու այս պարկով կասված, այս ավտոկայանատեղին, նրանք եկել էին իսրայելական դրոշներով, բայց սա կոպիտ խախտում է, որովհետև դուք գիտեք, որ Իսրայելը միջազգայինորեն ճանաչված չէ Իսրայելի եւ ոչ էլ նրա իրավասության ներքո եւ այնտեղ իսրայելական դպրոց, այո, եւ այնտեղ իսրայելական դրոշակներ չեն կարող լինել, որի հիմքով պատրիարքարանի միաբանության անդամները կարծես թե բողոքեցին այս հանգամանքի դեմ, որովհետեւ այնտեղ կարող էր բարձրացվել միայն պատրիարքարանի դրոշը, բայց երբ որ գալիս ենք արդեն Ջորջ Վարվարի գործողություններին, այլն արդեն տեսնում ենք, որ քաղաքապետարանը հետ է քաշում, այսինքն կարող են կասկածել, ողջամիտ կասկած ունենալ, որ Դանի Ռուբինշտեյն, Ջորջ Վարվար եւ քաղաքապետարանը
գործում են միասնական։ Մենք ընդհուպ մոտեցանք այն թեմային, որը իմ հաջորդ հարցի հիմքում էր ընկած լինելու։ Սա մասնավոր մի դեպք է, որը սակայն եթե ընդհանուր համատեքստի մեջ դնենք, պիտի անդրադառնանք այն խնդրին, որ տարիներ շարունակ Երուսաղեմի պատկան մարմինները, քաղաքապետարանը հատկապես, ունեցել է այդպիսի քաղաքականություն, որ աստիճանաբար իր իրավասության ներքո վերցնի նաև պատրիարքապատկան հողերը։ Եվ եթե այս համատեքստում ենք դիտարկում, եւ հետո տեսնում ենք նաև դուք նշեցիք, որ դա պատերազմից առաջ է եղել սրացումից Իսրայելը Համասյան, բայց համընկավ նաև այդ զարգացումները, ապա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ այս բոլորը այդ քաղաքականության վրա, երբ Իսրայելը կարծես ձգտում է նաև Երուսաղեմի դեռևս չհստակեցված միջազգային կարգավիճակը հասնել այնպիսի մի իրադրության, որտեղ ամբողջապես կկարողանա տիրապետությունը հաստատել։ Նախ մի քանի բան, ես համաձայն եմ ձեր տեսակետի հետ, բայց ասեմ ավելին, սա միայն հայերի նկատմամբ վարվող քաղաքականություն չէ, սա ընդհանուր Երուսաղեմում քրիստոնեաբնակ այսինքն հանրույթի եւ նաեւ քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ տարվող քաղաքականություն է։ Մենք պետք է չմոռանանք, որ մի քանի տարի առաջ մեծ աղմուկ բարձրացեց հույն պատրիարքության հետ կապված գործարքները եւ նույնիսկ այնտեղ պատրիարքին հեռացրեցին եւ այլն։ Այսինքն այս քաղաքականությունը Իսրայելը ворթեգրել է եւ նույնիսկ կան այդպես սեթլներ ասված մարդիկ, ովքեր ծայրահեղականներ են եւ նրանք կարծում են, որ Երուսաղեմը միայն պետք է պատկանի հրյա ժողովրդին։ Դրա համար այո, այս քաղաքական գիծը կա։ Միևնույն ժամանակ Իսրայելը ըստ միջազգային օրենքի չունի իրավասություն դեռ Երուսաղեմի վրա, չնայած նրան, որ մենք գիտենք, որ նախորդ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Տրամպը ճանաչեց Երուսաղեմը իբրև Իսրայելի մարական, բայց այնուամենայնիվ այստեղ մի հետաքրքիր հարց էլ կա, որ անընդհատ պաղեստինյան կողմից պնդում է արվում, որ պետք է վերադառնանք 1967 թվականի հուլիսի 4-ի սահմաններին։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ այո, մինչ պատերազմյան շրջանը սա նշանակում է, որ Երուսաղեմը պետք է մաս կազմի արևմտյան ափի, այսինքն Պաղեստինի ձևավորվող։ Եվ միգուցե ես պնդում կարող եմ անել, որ միգուցե հրաները դրա համար են շտապում։ Բայց այստեղ մի ընդգծում պարտադիր է, որ քաղաքականությունը միայն ուղղված չէ հայերի նկատմամբ, այլ Իսրայելը իսկապես շտապում է Երուսաղեմի եւ այսինքն Պաղեստինա-իսրայելական այս հակամարտության ֆոնին ցանկանում է իր դիրքերը ամրապնդել։ Այս համատեքստում երևի արժի նաև անդրադառնանք այն խնդրին, որ Հայաստանի Հանրապետության եւ հայկական Սփյուռքի, հայկական եկեղեցու դիրքորոշումն այն է, որ Երուսաղեմը իր այդ կարգավիճակը սուրբ քաղաքի պիտի պահպանի եւ որևէ կողմ չպիտի ամբողջական իրավասություն ունենա եւ այնպես չի, որ այդ քաղաքականության արդյունքում հայկական թաղամասի կամ հայկական համայնքի ներկայացուցիչները կողմ են, որ պաղեստինյան տեսակետը, այսպես ասած, գերակա լինի։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ երբ որ պատրիարքարանը հայտարարեց, որ չեղարկում է եւ այս սեթլները եկան, ասեմ նաեւ, որ Խանա Գարդենսի այս մարտիկ եկան ոչ թե իրենց տեխնիկայով, այլ եկան այս սեթլների հետ եւ շներով եւ զենքերով։ Դրանից հետո բնականաբար թաղամասի բնակիչները եւ միաբանության անդամները դուրս եկան, կարողացան նրանց հաջողվեց պաշտպանել եւ դադարեցնել սա, հետո եկավ ոստիկանությունը, բայց ինչ արեց, իհարկե հանդարտեցրեց ամեն բան, բայց հետո գրություն ուղարկեց այս Կովերի պարտեզի տարածքում բնակվող որոշ հայերի հորդորելով նրանց ազատել իրենց բնակարանները, բայց նրանք բացարձակ դրա իրավունքը չունեն։ Նորից այն հիմքով, որի մասին մենք նշեցինք։ Այստեղ երևի անդրադառնանք այն խնդրին, որ 67 թվականի պատերազմից հետո հայերը նույնպես անվանվեցին բնակիչներ, բայց քաղաքացիներ չհամարվեցին։ Այո, եւ այս հիմքով դրանից հետո պատրիարքարանը նորից բողոք ուղարկեց եւ նաեւ դիմեց ամբողջ քրիստոնեական հանրություններին, շատ հետաքրքիր 2 օր անց Երուսաղեմի բոլոր քրիստոնեական եկեղեցիները միացան այս կոչին եւ հայտարարեցին, որ հայերի նկատմամբ քաղաքականությունը իրենք դիտարկում են քրիստոնյաների նկատմամբ հрьяաների այն քաղաքականության հետ, որը փորձում է փաստորեն մաքրել Երուսաղեմը քրիստոնյանից։ Այսինքն նորից գալիս ենք այն խնդրին, որ սա իրականում ճիշտ է հայկական հարց է, բայց աստիճանաբար վերածվեց քրիստոնեական ընդհանրական հարցի, որովհետեւ ժամանակին այդպիսի դեպք լինում է, երբ որ հարցը առնչվում է իսրայելական կառավարության, օրինակ հարցան տաճարում լույսի արարողության ժամանակ, երբ նրանք ոստիկաններ են մտցնում, եւ այլն, այս 3 հանրույթները, մասնավորապես հայերը, հույները եւ կաթոլիկները շատ լավ համագործակցում են եւ նրանց խոսքը մեկ է լինում, երբ որ հարցը վերաբերում է ընդհանուր քրիստոնեական շահին։ Եվ հետո նոր թողնում են իրենց ներկոնֆեսիոնալ հարցերը նոր հայտ են գալիս, այո։
Եթե ամեն դեպքում անդրադառնանք նաև ներկոնֆեսիոնալ հարցերին, հայկական առաքելական եկեղեցին որպես Սուրբ Գերեզմանի պահապան եկեղեցիներից մեկը հաճախ նաև ունենում է խնդիրներ այլ քրիստոնեական եկեղեցիների հետ եւ հատկապես Սուրբ Ծննդյան արարողությունների ժամանակ դուք նշեցիք համագործակցության մասին, բայց մենք հաճախ նաև նույնիսկ ֆիզիկական այսպես հակադրությունների կադրեր ենք տեսնում։ Դրանք միտում ունեն լուծում ստանալու, թե խորանում են ավելի այդ խնդիրները։ Գիտեք, սրբավայրերում գործում է ստատուս քվո ասված է, դա հատուկ, այսպես ասած, անփոփոխ եւ արդեն կանոնիկ դարձած իրավունքների պաշտպանության վերաբերյալ արձանագրված օրենքներ են, որոնք գործում են եւ Օսմանյան կայսրությունից հետո բրիտանական մանդատը ճանաչել է ստատուս քվոն, որը վերաճանաչել է Իսրայելի պետությունը, այսինքն եւ ստատուս քվոն ձևավորվել է դարերի ընթացքում։ Դարերի ընթացքում մենք ունենք տեղեկություններ ինչպես հայ այս իրավունքը ձեռք բերեց, հույնը այս իրավունքը ձեռք բերեց եւ խախտել ստատուս քվոն նշանակում է քանդել ամբողջ այս սրբավայրերի ճարտարապետությունը։ Դրա համար խոսել նրա մասին, որ ինչ որ բան կփոխվի, ոչ, բայց գիտեք, երբեմն այդ ձեռնամարտերը, երբ որ մենք ականատես ենք լինում եւ ոչ միայն Հարության տաճարում եւ Բեթխեհեմում, այո, այդպիսի դեպքեր եղել են, բայց սովորաբար վերջի տարիներին, օրինակ, եթե չեմ սխալվում 2013-ից հետո մենք նմանատիպ իրողությունների չենք ականատես եղել, սովորաբար նաև Իսրայելի կառավարությունը, որ ոստիկանները այդ օրը միջամտել Հարության տաճարը, կարծես թե ամեն ինչ խաղաղացնում։ Ախոսել դրա մասին, որ որևէ բան կփոխվի, վստահաբար կարելի ասել, որ որևէ կողմ ինչ թեկուզ մի հյուլե իրավունքից հետ նահանջ չի անելու, իսկ եթե անի էլ բնականաբար փոխարենը պետք է ինչ-որ մի բան ստանա, այնուամենայնիվ Հարության տաճարում իրավիճակը բավական կայուն է եւ փոփոխության որևէ միտում անձամբ ես չեմ նկատում։ Կուզեի խոսեինք նաև այն մասին, թե ինչպես հայկական համայնքի եւ Իսրայել պետության հարաբերությունների վրա ազդում է նաև Հայաստանի Հանրապետություն Իսրայել հարաբերությունները եւ այս համատեքստում հատկապես պատերազմից հետո մեր միջև եղած փոխադարձ, այսպես ասած, դժգոհությունները ինչ ազդեցություն են ունենում։ Տեսեք, ես չեմ կարող փաստել, որ Իսրայելի հայությունը որևէ հստակ ազդեցություն կարող է ունենալ իսրայելական կառավարությանը, որտեղ նախ գործ ունենք փոքր համայնքի հետ, շատ մոտավոր հաշվարկներով 10,000 հայի մասին է խոսքը ամբողջ Իսրայելի տարածքում, ընդ որում մի որոշակի մասը դա հին հայերն են, որոնք պատմականորեն այդտեղ են եղել, նրանց ծերունները, այնուհետև ցեղասպանությունից հետո ձևավորված համայնքների, նաև խորհրդային շրջանից հետո բավական հայեր խառն ամուսնությունների վերումով եւ նաև այլ ճանապարհներով հայտնվեցին Իսրայելում։ Ասել, որ չկան հայտնի հայեր, այդպես չի, կան հայտնի հայեր, արվեստագետներ կան, բայց ասել, որ Իսրայելը իր քաղաքականությունը հայերի նկատմամբ պայմանավորում է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններով, ես նման եզրահանգման չէի հանգի, բայց միանշանակ հակառակ էֆեկտը կա, այսինքն երբ Իսրայելը համագործակցում է մեր շնամու հետ, դա իր ազդեցությունը ունենում է համայնքի վրա, որովհետև բնականաբար երբ մանավանդ այս վերջի աղետալի դեպքերից հետո մարդիկ ապրելով Իսրայելում հայերը հասկանում են, որ Իսրայելը դաշնակցում է Ադրբեջանի հետ եւ դա իրենց հայացքը դեպի տվյալ պետությունը այնքան էլ բարենպաստ ձևով չի անդրադառնում այդ հարաբերությունների վրա, բայց այնուամենայնիվ մենք ունենք դեսպան, կարծեմ դեսպանը պետք է որ քաջատեղյակ լինի այս հարցերին, ճիշտ ասած չի երևում նրա այսպես հրապարակային գործունեությունը թե կովերի պարտեզի վերաբերյալ թե մնացած հարցերով, միգուցե նա աշխատում է ավելի այսպես դիվանագիտական խողովակներով, դա ես փաստել չեմ կարող, բայց այնուամենայնիվ ինձ մոտ տպավորություն չկա, որ Իսրայելը իր քաղաքականությունը պատրիարքարանի կամ հայերի նկատմամբ պայմանավորում է Հայաստանի Հանրապետությունով։ Իսկ եթե անդրադառնանք ներկա իրադրությունը, երբ Իսրայելը Համասյան այդ հակամարտությունը թեժ փուլ է թևակողել եւ գիտենք, որ մարտերը շարունակվում են Գազայի հատվածում եւ այս իրադրության մեջ ինչպիսի ռիսկեր կան նաեւ հայկական համայնքի համար։ Ռիսկերը շատ մեծ են, որովհետեւ չի բացառվում, որ պատերազմի մեջ կմտնի Հեզբոլլահը։ Բացի դրանից, երբ որ հարցը գնում է Համաս-իսրայելական պատերազմի մասին, այստեղ անբաժանելի մաս է Արևմտյան ափը, West Bank-ը, որը բնականաբար առնչվում է Իսրայելի հետ հենց Երուսաղեմով։ Եվ մենք չպետք է մոռանանք, որ 1948 թվականին
սև հովազի գիծը հենց անցնում էր հայոց թաղամասով, այսինքն հայոց թաղամասը գտնվում է հին քաղաքում, իսկ հին քաղաքում, այսինքն Երուսաղեմի հակամարտությունը արաբների, պաղեստինցիների եւ Իսրայելի հետ հենց կարելի ասել front line է դա։ Եվ բնականաբար եթե սրացումները ուժ գնանան կամ տեղափոխվի դեպի արևմտյան ափ, իսկ մենք գիտենք, որ այնտեղ արդեն այս բռնությունները շարունակվում են, բնականաբար դա կարող է իր անմիջական ազդեցություն ունենալ։ Չմոռանանք 1948 թվականի պատերազմը, երբ 2 տարի շարունակ ամբողջ պատերազմի ընթացքում հայկական թաղամասը հենց գտնվում էր պատերազմի կիզակետում, եւ պատերազմը այստեղ մեծ դեր կատարեց, հավաքեց համայնքին, կերակրեց, պաշտպանեց հայոց թաղի հայերը կարողացան այդ պաշտպանությունը ինքնուրույն կազմակերպել։ Այսինքն խոսել նրա մասին, որ սա հերոյ է մեր հայկական եկեղեցներից, հողերից կամ հայաբնակ վայրերից, ամենևին այդպես չի։ Բայց այս պահին իրավիճակը բավական կարևոր է, Երուսաղեմում դեռ որևէ այդպես պատերազմական վտանգ չի նկատվում, ամեն դեպքում ես խոսում եմ հին քաղաքի մասին։ Խնդիրն ավելի բարդանում է, եթե հաշվի առնենք, որ բոլոր այն արաբական երկրները, որոնք կարող են նույնպես ներքաշվել պատերազմի մեջ, նույնպես հայկական համայնքներ ունեն։ Այո, բայց այստեղ մի օգնող հանգամանք էլ կա, գիտեք, հանգամանքը նա է, որ Իսրայելի այս տարածքներում պաղեստինցիների համար որևէ գործողություն անելը դժվար է, որովհետև ինքը այս տարածքները ներծծված է պաղեստինցիների առօրյա կյանքով։ Ինչու՞, որովհետև հազարավոր պաղեստինցիներ անցնում են դեպի իսրայելական կողմ, աշխատում են, նրանք սովորում են եւ այլն։ Այսինքն ավելի հեշտ է պաղեստինցիների համար Գազայի հատվածում մարտեր վարել Իսրայելի դեմ կամ ինչ-որ գործողությունների գնալ, քան Երուսաղեմում, որը ներծծված է ոչ միայն իրականությամբ եւ իսրայելցիներով, այլ նաեւ այո, շատ հնարավոր է նույն տերակների ժամանակ իրենք վնասեն հենց արաբներին։ Այսինքն սա մի հատված է, որտեղ արաբները, այսինքն պաղեստինցիները, երբ որ գործում են, բավական զգուշությամբ են գործում։ Ես ուզում եմ հիշեցնեմ, կհիշեք երևի տարիներ առաջ երբ տերակտներ տեղի ունեցան, տերակտների հայտնի ձև էր, որ մեծ բեռնատարի վարորդները, արաբները քշում էին դեպի իսրայելական զինվորները։ Ինչու որտեղ զինվորներ ունեն համազգեստ, հստակ երևում է, որ նրանք զինվորներ եւ իսրայելական բանակի զինվորներ են, որպեսզի պատահաբար որևէ արաբի եւ դա հայտնի ինչ-որ մարտավարություն էր։ 1-2 այդպիսի դեպք տեղի ունեցավ։ Արման, կուզեի նաև անդրադառնանք ձեր հետազոտական մեկ այլ հետաքրքրություններից մեկին, որը վերաբերում է հայկական տպագրության ավանդույթին Երուսաղեմի համատեքստում։ Եթե չեմ սխալվում, Երուսաղեմում առաջին տպագրատունը հենց հայկական տպագրատուն է եղել եւ կարծում եմ մեր հեռուստադիտողներին էլ հետաքրքիր կլինի մի փոքր ավելի մանրամասների։ Այո, 1833 թվականին հայերը կարողանում են Եգիպտոսի սուլթանից ֆերման ստանալ եւ զբաղվել տպագրությամբ, նույնիսկ առաջի գիրքն է հայտնի։ Բայց գիտեք, տպագրությունը դա միակ եւ եզակի գործունեությունը չէր ժամանակի, երբ այսպես ասած մոդեռն հայերը փորձեցին զբաղվել Երուսաղեմում, հայտնի է, որ լուսանկարչության առաջամարտիկներն են նրանք, նույնիսկ Գայանյան դպրոցը, որ աղջիկների վարժարան եղել, առաջինը հայերն են բացել, այսինքն հայերը բավական առաջադեմ են եղել այս շրջանում եւ նաեւ ինչու, որովհետեւ ժամանակին համընթաց, որովհետեւ այս ժամանակահատվածը համընկնում է Օսմանյան կայսրության ժամանակահատվածի հետ, մի կայսրություն, որը իր բնույթով ամբողջովին թաղված էր, այսինքն իր բնույթով ագրարային էր, ոչ արդիական, ոչ արևմտյան բնույթի եւ հայերը լինելով բավական այսպես շարժման մեջ դեպի արևմուտք, նրանք կարողանում էին այս տեսակ նորույթները բերել Երուսաղեմ։ Հենց տպարանի հարցով, տպարանը, որը հիմնադրվել է, դա հենց մի վարդապետի ձեռամբ է հիմնադրվել, որը եվրոպական տարբեր քաղաքներում տեսել էր տպագրական արվեստը եւ հասկացել էր նրա ուժը։ Բացի դրանից հետագայում արդեն երբ մանավանդ ցեղասպանության տարիներին, երբ դադարեց իր կարծես թե գործունեությունը Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը, որտեղ պատրիարք աքսորված էր Իրաք, Սիսի կաթողիկոսներ աքսորի մեջ, մենք գիտենք Սահակ Խապանյանը, այդ ժամանակ դրանից եւ բրիտանական մանդատի հաստատումից հետո Սրբոց Հակոբյաց տպարանը մեծ դեր կատարեց Սփյուռքի եկեղեցիների եւ գաղթօջախներին տպագրական նյութեր մատակարարելու տեսանկյունից եւ բազմաթիվ հարյուրավոր հատորներ են տպագրվել, նույնիսկ շատ նեղ ֆինանսական միջոցներ ունենալով պատրիարքալն այս գործը իր ուսերին վերցրել է եւ այսօր էլ տպարանը գործում է, այսօր էլ տպագրվում է Սիոնը 4 համարներով, որը դեռ 1866 թվականից առ այսօր մի որոշակի տարիների
դաթարով առ այսօր գործում է պատիվ իրենց։ Նաև մշակութային ժառանգության տեսանկյունից բացառիկ է տառում։ Եվ այս վերջերս նաև ի պատիվ Նուրան Մանուկյանին պատրիարքի բացվեց նաև թանգարանը եւ ուղղակի բացառիկ նյութեր կարող եք տեսնել այդ թանգարանում, իսկ Գուլբենկյան մատենադարանը վերջին տարիներին վերանորոգվել է, մատենադարանն գտնվում է շատ լավ վիճակի մեջ, այսինքն տպագիր ամբողջ հայերեն եւ եվրոպական լեզուներով ամբողջ Երուսաղեմյան ժառանգությունը այսօր շատ շքեղ մի հաստատության մեջ է Գուլբենկյան մատենադարանում եւ ապահով ձեռքերում է վստահաբար։ Մշակույթից եթե նորից անդրադառնալու լինենք ավելի քաղաքական հարցերին, ինչպես եք դուք վերաբերում այն խնդրին, որ շատ հաճախ ենք մենք Իսրայել բերում որպես օրինակ կայացած պետության եւ շատ հնարավորություններ ենք տեսնում, որ մենք էլ կարողանանք շատ հարցերում նման լինել, որ ոլորտներում է, որ դուք կարծում եք դա հնարավոր է ռեսուրսների համադրելիության տեսանկյունից եւ որ ոլորտներում է, որ ուռճացված են նաեւ Իսրայելի հաջողությունները։ Բանակի հետ կապված հարցը իհարկե այս վերջին զարգացումներով բավական խոցվել է արդեն այդ միֆական պատկերացումը, իսկ մյուս ոլորտները։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս եւ շատ չարչարված հարց եք տալիս։ Գիտեք, այդ համատությունները, որ գնում են, դրանք դատարկ խոսակցություններ չեն։ Բայց ամենակարևորը իմ կարծիքով ոչ թե նմանություններն են, այլ այդ նմանությունների մեջ տարբերություններն են։ Կան դեպքեր եւ իրավիճակներ, որ այո, հայերս կարող ենք օրինակ վերցնել եւ առնվազն տեսնել, որ այս երևույթը, այս տեսակ անելու դեպքում կունենանք այս արդյունքը։ Ինչ վերաբերում է բանակին, գիտեք, ասում են, որ կոտրվել է իսրայելական միֆը բանակի, եկեք նախ առաջին հասկանանք ինչ է նշանակում ուժեղ բանակ։ Ուժեղ բանակը նա չէ, որի վրա հաջողվում է առաջին հարվածը հասցնել, այլ ուժեղ բանակը նա է, որ կարողանում է ուժեղ հարվածից հետո ինքնակազմակերպվել։ Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ կոտրվել է իսրայելական բանակի միֆը, որովհետև նախորդ տարիների ընթացքում պատմությունից մենք տեսնում ենք, որ նույն ձևի անակնկալ հարձակումներ եղել են Իսրայելի վրա, բայց որևէ պարտություն չի գրանցել իսրայելական բանակը։ Այսինքն մենք պետք է գնահատենք ոչ թե հարձակումով, որ դա տեղի է ունեցել, այլ պետք է ընդհանուր կարողանանք գնահատել վերջնական իրավիճակը։ Իսկ ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին։ Այո, ճեղքում տեղի ունեցավ, այո, դա իսրայելական բանակի հստակ թերացումն էր։ Ասել դա հստակ թերացումներ էլիտայի, բանակի էլիտայի, ցախալի թե զինվորների թե այլ դա դեռ կհասկանանք ընթացքում, որովհետև այսօր իսրայելական հասարակության մեջ հստակ գնում է այն դիրքորոշումը, որ այո, հիմա պատերազմի հարցեր չենք տալիս, բայց անպայմանորեն անդրադառնալու ենք այս հարցերը։ Այո, օրինակ հարցերից մեկը թե ինչու Գազայի շրջանում զորքերը այդքան քիչ էին տվյալ ժամանակ եւ կան տեղեկություններ, որ երկու շաբաթ առաջ շատ կարևոր ստորաբաժանումներ դուրս են բերվել Գազայի հատվածից, ուրեմն սա պետք է հետաքննվի։ Բայց տեսեք, հաջորդ իսկ վայրկյանին, ընդամենը ժամեր անց իսրայելական բանակը եւ ամբողջ այս համակարգը հասարակությունը կարողացավ մոբիլիզացնել 250-ից 350 հազար զինվոր։ Իսկ մենք գիտենք մեր նախորդ փորձառությունից, որքան դժվար է մոբին հասցնել մարտադաշտ։ Բացի դրանից, գիտեք, բանակ չի նշանակում միայն զինված ուժեր, բանակ նշանակում է նաև հասարակություն։ Եվ իսրայելական հասարակությունը, այն պատրաստվածությունը, որ նա որ այն գիտելիքը, որ իսրայելական հասարակությունը ունի, թե ինչ պետք է անել պատերազմի ժամանակ, ուղղակի հիացմունքի արժան է, որովհետև մենք տեսնում ենք, որ հաջորդ իսկ օրերին ոչ միայն այս մոբը տեղափոխվեց մարտադաշտ եւ վերվեց մարտական իրավիճակի, այլ նաեւ հասարակությունը եւ գիտեք շատ հետաքրքիր նմանություններ կար, բացվեցին արագ կետեր, էվակուացվեց ամբողջ ժողովուրդը, այն մարդիկ, ովքեր ենթակա չէին մեկնելու մոբ կամ չէին կանչվել, իրենք միանգամից լծվեցին այս հասարակական աշխատանքների հյուրանոցներում, բոլոր հասարակական վայրերում, մանկապարտեզ, դպրոց բացվեցին գաղթ այս տեղահանվածների համար, ուրեմն սննդի կետեր, մարդիկ ով ինչով կարող էր օգնության հասնել։ Այսինքն սա մի հասարակություն է, որ գիտի ինչպես վարել պատերազմ, իսկ սա բնականաբար նաև բանակի հաջողություններից մեկն է։ Նաև հասարակությունը, որ նաև բարձրաձայնում է, Համասի դեմ պայքարը չպիտի վերածվի նաև քաղաքացիական վնասների։ Սա մեկ այլ խնդիր է, որ իսկապես ձայներ կան այնտեղ եւ ես էլ կողմնակից եմ դրան, այո, Համասը պետք է կրի իր պատիժը այս հարձակման համար, բնականաբար, որովհետև սա ակնհայտ տերորիստական գործողություններ, բայց նաև խոսել նրա մասին, որ Իսրայելը Համասին ոչնչացնելու համար
մեծ գին է, սրա դիմաց մեծ գին է վճարում նաև Գազայի հասարակ պաղեստինցիները, սա անթույլատրելի է։ Եվ կարծեմ նաև Իսրայելի դաշնակիցներն են այս տեսակետի կողմնակից, որ ճիշտ է, նրանք աջակցում են Իսրայելին, նրանք կիսում են այն կարծիքը, որ պետք է Համասը պարտություն կրի, այո, եւ պետք է անպայման գերիները վերադառնան, բայց նրանք ասում են լավ, հարգելի Իսրայել, երբ որ դուք ասում եք մենք պետք է ոչնչացնենք Համասին, ինչպես եք դուք դա պատկերացնում, որտեղ Համասը դա զինված ինչ որ բանակ չի որևէ տեղ, դա նախ առաջին գաղափարախոսություն է, եւ երկրորդ այդ մարդիկ ուղղակի թաքնված են այդ նկուղներում, բանակը չի կարողանում վերջնական հաղթանակի մասին խոսել կամ նույնիսկ չի երևում վերջը, որովհետեւ նրանք այս թունելից դուրս են գալի, մյուս թունելից ինչ որ պաշտպանություն են կազմակերպում, ել չասեմ այն աջակցությունը, որ հավանաբար նրանք ինչ որ ձև կարողանում են ստանալ։ Վերջին շրջանում արտաքին քաղաքական թեմաների մեծամասնությունը պատերազմի մասին են, հուսով ենք, որ ժամանակներ կգան, երբ խաղաղության մասին արշալույսներ կլինեն։ Շնորհակալ եմ շատ զրույցի։ Ձեզ նույնպես։ Ստեսություն։